Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը թևակողում է իր ամենալարված և անակնկալներով լի փուլը։ Ստեղծողները շարունակում են պահել բարձր ինտրիգը, իսկ հեռուստադիտողը բառացիորեն օրեր է հաշվում սպասվող հանգուցալուծման համար։ Մեկ ամսից սերիալը կավարտվի, բայց այդ մեկ ամսում այնպիսի իրադարձություններ են սպասվում, որոնք կարող են ամբողջությամբ փոխել սյուժեն, կերպարների ճակատագրերը և մեզ ներկայացնել գրեթե վերջնական պատասխաններ այն հարցերին, որոնք կուտակվել են այսքան ժամանակ։ Արամն ու Մերին ի սրտե ցանկանում էին իրենց սպասված փոքրիկի սեռը բացահայտելու, գեղեցիկ պահ կազմակերպել, շրջապատված հարազատներով ու դրական էմոցիաներով։ Սակայն այդ օրն ուրիշ շրջադարձ ստացավ։ Հենց տանշեմից Արամին առևանգում են։ Սոսը սուր ինտուիցիայով ու տարիների փորձով անմիջապես հասկանում է, ովքեր են կանգնած այդ արարքի հետևում և ինչ նպատակով են նրանք հարվածում իրեն։ Սոսը չի սպասում որևէ մեկի օգնությանը, նա զինվում է համարձակությամբ ու շտապում փրկելու Արամին, բայց այս անգամ իրադարձությունները զարգանում են ավելի անսպասելի։ Ինչպես նա խոստանում է Լիլիթին, Արամին վերադարձնում են։ Սակայն նա չի կարողանում հանգստանալ, քանի որ գիտի, որ հայրը վտանգի մեջ է։ Հենրին Արամին գտնում է տան դռան բազմաթիվ վիրավորանքներով, կապտուկներով և իհարկե վերքերով։ Նա ստիպված դիմում է Հենրիին, միակ մարդուն, ով հենց այդ պահին իր կողքին էր։ Չնայած մինչև այժմ տարաձայնություններին, նա փորձում է օգնություն խնդրել Հենրիից։ Հրապարակված նոր տեսանյութերը ցույց են տալիս, որ Հենրին ոչ միայն արձագանքում է Արամի խնդրանքին, այլև իր կյանքը վտանգելով փրկում է Սոսին։ Այս դրվագը, կարելի է ասել, դառնում է սերիալի ամենահուզիչ և կարեկցանք առաջացնող պահերից մեկը։ Տարիներ շարունակ Հենրին փախնում էր ճշմարտությունից, թաքցնում էր փաստեր, փորձում էր պահել իր դիրքը Անգելինայի կողքին, բայց այս քայլը ցույց է տալիս, որ իր ներսում նա մնացել է մարդ, ով ի վերջո ընտրում է ճշմարտությունը։ Այս ընթացքում գրեթե բոլորը, բացի Անգելինայից ու Աննայից, արդեն տեղեկացել են ճշմարտության մասին։ Լիլիթի ու Բագրատի խոսակցության պատահական ականատեսն ու ունկնդիրը դառնում է նույնիսկ Անետը։ Այժմ ինտրիգը մեկ հարցում է. կլռի Անետը ևս մեկ անգամ, թե վերջապես Աննայի հանդեպ իր դավաճանությունը կվերածի ճշմարտության ասելու առիթի։ Իհարկե, այժմ նա չի կարող Աննային ասել ճշմարտությունը, քանի որ նրա ձեռքից վերցրել են հեռախոսը, իսկ մինչ այդ Անետը փորձում էր կապվել Աննայի հետ, սակայն Միքայելն ինչպես միշտ խանգարում է այդ հեռախոսազանգը, որպեսզի իրականություն դառնա ու Անետը պատմի ողջ ճշմարտությունը։ Այնուհետև Լիլիթը խլում է Անետի ձեռքից հեռախոսը, իսկ Բագրատը նրան փակում է տան մեջ։ Նոր տեսանյութերից, ինչպես արդեն նշեցինք, երևում է, որ Հենրին փրկում է Սոսին, Սոսը վիրավոր է, Հենրին կանգնած նրա գլխավերևում։ Հենրին չի վախենում, որ Սոսի փրկությամբ բոլորը կիմանան ճշմարտությունը։ Հենրիի Սոսին փրկելու պահը կարող է դառնալ սերիալի ամենակարևոր շրջադարձային պահերից մեկը։ Երբ Անգելինան ի վերջո իմանա, որ ինքը Աննայի ու Սոսի դուստրն է և որ Հենրին այս ամբողջ ընթացքում իմացել է այդ մասին չասելով ոչինչ, նրա կեցվածքը կարող է խիստ փոխվել, սակայն Սոսին փրկելու արարքը կարող է դառնալ այն թեթևացնող հանգամանքը, որը թույլ կտա Անգելինային նայել իրավիճակին այլ աչքերով։ Վերջը մոտ է, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Այժմ սերիալը գտնվում է այն փուլում, երբ յուրաքանչյուր պահ կարող է շրջել պատմությունը։ Հարցերը դեռ շատ են։ Աննան արդյոք կիմանա ճշմարտությունը և երբ դա տեղի կունենա։ Արդյոք Անետը կխոսի, Հենրին կկարողանա հաղթահարել իր սարսափին, Անգելինան ինչպես կընդունի իր իսկական ծնողների մասին իմացածը։ Եվ ամենակարևորը, հեռուստասերիալի ավարտին մնացել է մեկ ամիս, և բոլոր հանգույցները կարձակվեն։ Սերիալն արդյոք վերջում կթողնի բաց դուռ նման իրադարձությունների շարունակման համար, թե բոլոր հանգուցալուծումները կստանան իրենց պատասխանները։ Նշենք, որ նախորդ տեսանյութում արդեն բացահայտել ենք, որ Հենրին մի կողմ դնելով իր վախերը և Անգելինային կորցնելու վախն առաջ բերելով, որոշում է խոստովանել, որ նա այսքան ժամանակ իմացել է
ովքեր են Անգելինայի կենսաբանական ծնողները։ Իհարկե, Դիանա Գրիգորյանը հետաքրքիր հանգուցալուծում է մտածել Հենրիին ներում ստանալու համար։ Նա որոշում է, որ հենց Հենրին է փրկելու Սոսին, Անգելինայի հորը, և այսպիսով ստանալու բոլորի ներումը։ Բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում հեռուստասերիալում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե արդյոք Անգելինան կների Հենրիին, Աննան ինչպես կվարվի Հենրիի հետ, եթե իմանա, որ այս ողջ ընթացքում Հենրին իմացել է ողջ ճշմարտությունը ու թաքցրել նրանից։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին, և ինչ եք կարծում Աննան Սոսի, թե Միքայելի հետ կլինի սերիալի ավարտական մասում։ Հեռուստադիտողների կարծիքներն այս առումով բաժանված են երկու մասի։ Մի մասը կարծում է, որ Աննան որոշելու է մնալ Սոսի հետ, իսկ մյուս մասը, որ և Սոսը և Միքայելը խաբել են, և բնականաբար Աննան պետք է մնա մենակ ու մեծացնի իր որդուն։